Ես Պրոշյան եմ բնակվում շուրջ 20 տարի է։ Նախ առաջերտին աշտարակ Երևան, երկու քաղաքային տրանսպորտ չունենք, որ ասենք ավտոկայանից մինչև ավտոկայան գնա գա։ Դե ինչպես դուք էլ գիտեք, հայտնի է ձեզի, որ Պրոշյանը համարյա Եղվարդի չափ մի հատ տարածք է։ Նու խոշորացման այդ կարգի համայնքը, որ փոխվել է խոշորացման, այսօրվա դրությամբ նախ առաջերտին համայնքը Եղվարդում է, դատավարությունը գնում է Աբովյանում, մարզպետարանը Հրազդանում է, այս ժողովուրդը ինչով է թանգան, մի հատ քաղաք են ըտում, գոյնը քաղաքից կարողանում են ինչ-որ մի ձևի օգտվել այլ տրանսպորտներին գումարներ տալով, հասնեն իրենց գործերը տանեն առաջ։ Հիմա այս խառնաշփոթությունը ինչի համար է։ Նախ առաջերտին պետք է մտածեն, առաջերտին աշտարակ Երևան խճուղին, ունենան ավտոկայանից ավտոկայան, դա երկուսն էլ քաղաք է, քաղաքային ավտոտրանսպորտի հարցը պետք է լուծվի։ Երկրորդը ամեն համայնքը, որը այսօր համայնք է համարվում, պետք է վանարվի։ Մի խոսքով կարելի է այնց ստեղծել, որ այս ոնց որ 4-րդ գյուղն է, ոնց որ 3-րդ գյուղն է, Շահումյանի շրջանի գյուղերն են համարվում, այս երկու ռայոնն էլ հանեն 40 բանն է մնացել, 38 սովխոզն է մնացել, Պրոշյան սովխոզը, մտցնեն աչափնյակի մեջ։ Ձեր համագյուղացիները անգամ գումարից էին դժգոհում, ասում էին, որ Իհարկե գումարի հարցն է, բայց ժողովուրդը մեղք է, նայ ախպեր։ Ինչքան կարելի է ժողովրդի գրպանը մտնել ու այս իրավիճակը ստեղծել։ Հիմա այս խառնաշփոթությունը ինչի համար է։ Մարդկան ժամանակը խլեցին, դրանք ամենամեծ գումարներն են, այդ գումար ես այդ փողի գումարի հարցի չի, իսկ ժամանակի գումարը։ Չէ՞ որ ժամանակն է, չէ՞ մարդուն հնարավորություն տալի փող աշխատելու։ Դե այդ փողն էլ մարդիկ, որ աշխատում են, հետները չեն տանելու, թեկուզ այդ խառնաշփոթ ստեղծողները հետները չեն տանի, այնտեղ իրանց կարելի ասել, որ դագաղը գրպան չունի, էլի, որ հետները տանեն։ Այս ձեր բողոքը որտեղ չհասնի, ձեր հետագա քայլերը որոնք են լինելու։ Իմ հետագա քայլերը ես միշտ պայքարել եմ ու պայքարելու եմ։ Հանուն իմ ժողովրդի Փողոց եք դուրս գալու, փողոց եք փակելու այդ ձեր։ Չեմ փակելու, ես նման բաներով չեմ զբաղվելու։ Իմ պայքարը լինելու է օրինական ձևով իրավասությունը պահանջել ղեկավարությունից, այսինքն այսօրվա կառավարությունից։